Սի Ցինփինը Պեկինում ընդունել է Վլադիմիր Պուտինին, Չինաստանի նախագահն ընդգծել է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները հիմնված են փոխադարձարգանքի, փոխշահավետության եւ արդարության վրա։ Սիի խոսքով այդ հարաբերությունները կայունություն եւ կանխատեսելիություն են բերում աշխարհին, որտեղ ներկայումս քաոսային իրավիճակ է։ Նա պատրաստակամություն է հայտնել խորացնել երկկողմ գործակցությունը բոլոր ոլորտներում։ Խոսելով միջազգային օրակարգից, Չինաստանի նախագահը շեշտել է, որ Մերձավոր Արևելքը գտնվում է պատերազմի եւ խաղաղության քրիտիկական խաչմերուկում։ Սի Ցինփինն ընդգծել է ռազմական գործողությունները դադարեցնելու կարևորությունը։ Վլադիմիր Պուտինն էլ հայտարարել է, որ Պեկին-Մոսկվա հարաբերությունները հասել են աննախադեպ մակարդակի։ Կրեմլի ղեկավարն ընդգծել է, որ Չինաստան մեկնած պատվիրակության կազմում են ինչպես կառավարության, այնպես էլ գործարար ոլորտի ներկայացուցիչներ։ Ռուսաստանի նախագահի խոսքով Պեկին այցի օրակարգային ամենակարևոր հարցերից են տնտեսությունը եւ էներգետիկան։ Պուտին-Սի հանդիպման շրջանակում Չինաստանը եւ Ռուսաստանը համաձայնության են եկել երկարաձգել բարիդրացիության, բարեկամության եւ համագործակցության մասին պայմանագիրը։ Նաեւ ստորագրվել են համապարփակ գործընկերության եւ ռազմավարական փոխգործակցության ամրապնդման մասին հայտարարությունը, բազմաբևեռ աշխարհի եւ միջազգային նոր տեսակի հարաբերությունների հաստատման մասին հռչակագիրը եւ այլ փաստաթղթեր։ ԱՄՆ փոխնախագահը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցություններում որոշ հարցերի շուրջ զգալի առաջընթաց է գրանցվել, սակայն նախընտրում են չհանրայնացնել ձեռք բերված արդյունքները։ Կշարունակենք աշխատել, ի վերջո կամ կհասնենք համաձայնության կամ ոչ, նշել է Ջեյ Դի Վենսը շեշտել, սա հավերժ պատերազմ չէ, կավարտեն իրենց գործը եւ կվերադառնան տուն։ Միևնույն ժամանակ նա նախազգուշացրել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է կռվելու եւ անհրաժեշտության դեպքում կարող է վերսկսել Իսլամական Հանրապետության դեմ գործողությունները։ Վաշինգտոնի համար կարևոր է, որ Իրանը երբեք միջուկային զենք ձեռք չբերի, եթե դա տեղի ունենա Պարսից ծոցի երկրները, իսկ հետո մյուսները եւս կցանկանան նման զենք ունենալ, հավելել է փոխնախագահը։ Վենսը նաեւ հերքել է տեղեկությունները, որ իրանական հարստացված ուրանը կարող է փոխանցվել Ռուսաստանին։ Նրա խոսքով այդ գաղափարը դուր չի գալիս ոչ Թեհրանին, ոչ Դոնալդ Թրամփին։ Թեհրանից էլ անակնկալներ են խոստացել, եթե Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունները վերսկսվեն։ Մենք պատրաստ ենք, հաշվի առնելով քաղաց դասերը եւ գիտելիքները, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ Թուրքիայի նախագահը եւ Եվրահանձնաժողովի ղեկավարը հեռախոսազրույց են ունեցել թուրքական կողմի տվյալով Ռեջեփ Էրդողանը եւ Ուրսուլա ֆոն դեր Լայենը քննարկել են Անկարա-Եվրամիություն հարաբերությունները, տնտեսական ինտեգրման ամրապնդումը եւ այլ հարցեր։ Անդրադարձ է եղել տարածաշրջանային ու միջազգային զարգացումներին։ Էրդողանն ընդգծել է, որ Թուրքիան աջակցում է Մերձավոր Արևելքում հրադադարին եւ Հորմուզի նեղուցի անհապաղ ապաշրջափակմանը։ Նա կոչ է արել մեծացնել Իսրայելի վրա միջազգային ճնշումը, թույլ չտալու, որ հրեական պետությունը ձգձգի պատերազմը։ Էրդողանը հայտարարել է, որ տարածաշրջանում էսկալացիան հերթական անգամ ապացուցում է Թուրքիայի եւ Եվրամիության հարաբերությունների ռազմավարական կարեւորությունը։ Նա ընդգծել է եվրոպական անվտանգային նախաձեռնություններին Անկարայի մասնակցության նպատակահարմարությունը, Թուրքիայի Մաքսային միությունը բարելավելու եւ Անկարա-Բրյուսել համապարփակ համագործակցությունը զարգացնելու անհրաժեշտությունը։ Ուրսուլա ֆոն դեր Լայենն արդյունավետ է որակել Էրդողանի հետ հեռախոսազրույցը։ Թուրքիան կարևոր գործընկեր է այսօր անկայուն դարձած տարածաշրջանում։ Մեր շահերը համընկնում են ազատ առևտրային ուղիներ, էներգառեսուրսների հոսքերի եւ մատակարարման շղթաների կայունություն, գրել է Եվրահանձնաժողովի նախագահը X-ի էջում։ Լայենը շեշտել է, Եմեն գնահատում է Թուրքիայի ջանքերը աջակցելու Իրանի շուրջ դիվանագիտական կարգավորմանը։ Նա տեղեկացրել է, որ Էրդողանի հետ քննարկել են նաեւ իրավիճակը Միջերկրական ծովի արևելյան հատվածում եւ Կիպրոսի հարցը։ ԱՄՆ նախագահի բանագնաց Սթիվ Ուիտկոֆը մոտ ապագայում կմեկնի Մոսկվա, հայտարարել է Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը։ Ավելի վաղ ամերիկյան մամուլը գրում էր, որ Սպիտակ տան թիմը կրկին կմեկնի Ռուսաստան, միայն եթե համոզված լինի, որ բանակցություններում կարող է առաջընթաց գրանցվել։ Կրեմլից էլ հայտարարել էին, որ Մոսկվայի, Վաշինգտոնի եւ Կիևի միջև Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները կշարունակվեն, եթե Կիևը համաձայնի դուրս գալ Դոնբասից։ Ուկրաինայի համար այս պահանջն անիրատեսական է։ Դիվանագիտական գործընթացում վերջին շրջանում դադար էր այդ թվում Իրանում ամերիկյան կողմի զբաղվածության պատճառով։ Այս ֆոնին ԱՄՆ փոխնախագահը հայտարարել է, որ ամերիկացի ոչ մի նախագահ այնքան բան չի արել Ուկրաինայի համար, որքան Դոնալդ Թրամփը։ Ջեյ Դի Վենսը հերքել է պնդումները, որ Վաշինգտոնն աջակցում է Մոսկվային։ Դիանա Գասպարյան, լուրեր։